Ողջույն սիրելի հայրենագիտներ, ի Հայաստան եւ Սփյուռք աշխարհի։ Այսօր մեզի գմիանա կանադային ուղիղ եթերով Խորեն Վարդապետ Հովանեսյան, որ Քարեքին առաջին ամենան հայոց կաթողիկոսի վերջին քավազանագիրը եղած է եւ այսօրվա անարժան չկաթողիկոս Քարեքին բի նաեւ քավազանագիրը եղած է ըստ երևույթին Խորեն Վարդապետ քաչադեղյակ անձնավորություն մնե եւ վերջին ժամանակներուն իվադիվ իրեն պետք է ասեմ քաչությունը ունեցավ հրաբարագավ ուժեղ բացահայտումներն էլ ճշմարության հիման վրա բարի եկած եք Խորեն հայր Խորեն Ողջույն ձեզ պարոն Չապարյան նախ շնորհակալ եմ հրավերի համար ողջուն եմ ձեզ եւ ձեր բազմահազար հանդիսադեսը Շնորհակալ ենք որ ժամանակ ստեղծեցիք միանալու հայր Խորեն արդյոք ինչ դիբի նոր բացահայտումներ կամ բացահայտում ունի կատարելու որովհետեւ մեր հերոստատիդող հանրությունը իրազեկվի այդ մասին Պարոն Չապարյան այս երեգո ձեր սիրելի հանդիսադեսի հետ դժբախտաբար լավ լուրջ ունեմ գիսվելու ահասարսուր մի պատմություն պիտի բանամ որը դեղի ունեցած է 2018 թվական փետրվարին սահմռկեցուցիչ մի պատմություն է սա մեր Սուրբ Առաքելական եկեղեցու վերջի սկիզբը պիտի լար 2018 թվականի փետրվարը Գարեգին կդրիչ երկրորդ Ներսիսյանը իր եղբայր Եզրասը Չեքիստ ԿԳԲ-ի KGB-ի գործակալ եւ Սերժիկ Սարգսյանը Ղարաբաղյան կլանը որոշել էին որ Երևանի կենտրոնական հրապարակում ուր որ Լենինի արձանն էր նախապես ճիշտ այդ տեղում պետք է կառուցեն ռուսական եկեղեցի ռուսական տարազով ճարտարապետությամբ եւ ծեսով տեղի էին տվել ռուսների ճնշումներին պահանջներին եւ հեղափոխությունից 18 թվականի ուղղակի 2 ամիս առաջ որոշումը կայացված էր եւ սա լինելու էր առաջին քայլը որով պիտի վերացնեին մի քանի տարվա ընթացքում հայ առաքելական եկեղեցու անկախությունը եւ պիտի հայ եկեղեցին մեր առաքելական մայր Սուրբ եկեղեցին նրանք պիտի դարձնեին ռուս եկեղեցու գծորդ 18 թվականի հեղափոխությունը երբ եղավ այստեղ Աստծո նախախնամություն կար եւ փաստորեն Փաշինյան վարչապետը եւ այդ 100 հազարավոր մեր ժողովուրդը Երևանի հրապարակում այն ադեն ես եւս Երևանում էի ովքեր հեղափոխություն կատարեցին 18 թվականին հաստորեն ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը փրկեցին նաեւ փրկեցին հայ առաքելական եկեղեցին այս սահմռկեցուցիչ ահասարսուր որոշումը կայացրել էին Սերժիկ Սարգսյանը, Գարեգին երկրորդը, իր եղբայր Եզրասը, Մոսկվայից Կիրիլ Պատրիարքի եւ Ռուսաստանի նախագահի պահանջներին տեղի տալով։ Եվս մի քանի բան կբացեմ այս առիթով, երբ այս խնդիրը Մոսկվա, Երևան, Էջմիածին գնացել եւ վերադարձել էր մի քանի անգամ տարբեր քննարկումներ, Գարեգինը կեղծիկ սուտ ինֆորմացիա է զեկույց է տալիս Մոսկվա եւ Սերժիկ Սարգսյանի անունով մի բան է փոխանցում ռուսներին, բայց որը երբեք Սերժը չէր ասել։ Երբ Սերժիկ Սարգսյանը բացահայտում է, որ Գարեգինը այս խնդրի հետ կապված որևէ ինչ որ զրպարտություն է արել, նրան անմիջապես կանչում է Բաղրամյան 26 Եվ 10 տարվա նախագահ եղած ժամանակ երբեք ձայնը Գարեգինի վրա չէր բարձրացրել։ Եվ ինչպես դասականը պիտի ասեր,
100% ինֆորմացիա Գարեգինին ուղղակի իր գրասենյակի պատերին է ծեփում, որ այսպիսի զրպարտություն հրած է իր վրա Մոսկվա։ Եվ Գարեգինը սպրտնած լքում է Բաղրամյան 26-ը վերադառնում Էջմիածին, բայց ինչպես ասացի 18 թվականի փետրվարին որոշումը այլևս կայացված էր։ Հայաստանի սրտում հանրապետության հրապարակում պիտի կառուցվեր ռուսական եկեղեցի, բայց երբ 2 ամիս վերջը տեղի է ունենում հեղափոխությունը, ռուսները իրենց հույսը կորցնում են, որ Փաշինյանը պիտի իրենց թույլ տա, առիթ տա, որ Երևանի սրտում կառուցեն ռուսական եկեղեցի։ Եվ սրանք անցնում են պլան B-ին, եւ հեղափոխությունից 1 տարի անց ընդամենը 1 տարի Սենտ Պետերբուրգում սկսում են հոգևոր ճեմարանի բացման աշխատանքները։ 2019 թվականի մայիս 28-ին Ռուսաստանի արդարադատության նախարարությունը գրանցում եւ հաստատում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հոգևոր ճեմարան, բարձրագույն հոգևոր կրթական հաստատություն, որտեղ պիտի հայ երիտասարդները ուսանեն եւ դառնան հոգևորական։ Երբ սրանք հույսը կորցնում են, որ կարող են fast track արագ ձևով վերցնել հայ եկեղեցին, սկսում են ճեմարան բացել, որբեսի այնտեղ իրենց մոտ կղերականներ ուսանեն, կղերականներ դառնան եւ KGB գործակալներ դարձած մտնեն հայ եկեղեցի տարբեր թեմեր, ինչպես նաեւ Ռուսաստան, Հայաստան։ Գարեգինը 20 տարվա կաթողիկոս է, ուզուրպատոր 19 թվականին արդեն Սուրբ Էջմիածնի, բայց 20 տարում երբեք Ռուսաստանում ճեմարան չի բացում, որ կղերականներ ուսանեն։ Երբ Փաշինյանը գալիս է իշխանության, հույսը գործնում են, որ կարող են հայ եկեղեցին զրկել անկախությունից եւ անցնում են երկար պլանին։ Այն է բացում գրանցում են այդ ճեմարանը։ Սա է այդ ահասարսուր սահմռկեցուցիչ պլանը, որ նրանք պլանավորել էին։ Եվ ահա Ռոբերտ Քոչարյանը իմանալով, որ Սերժիկը Գարեգինը ուզում են հաճոյանալ ռուսաց ցարին, իր տղային մեջտեղ է գցում, սա էլ անամոթաբար, որ պատգամավոր է ազգային ժողովում Երևան, Հայաստան, տարին ունի 365 օր, այս անպատկառը անամոթը հունվար 19-ին 2025 թվականի, որը ռուս եկեղեցու Սուրբ Մկրտության օրն է, ռուսները այդ օրն են տոնում Սուրբ Մկրտությունը, գնում մտնում է Սևանի ջուրը սառույցների միջով, նկարում եւ հրապարակում այն մեթոդով, ինչպես որ Վլադիմիր Պուտինն է անում, եւ այն նույն օրը, երբ անում է դա Վլադիմիր Պուտինը։ Սա ստորաքարշության եւ քծնանքի մի շքերթ է, որ Ղարաբաղյան կլանը եւ ներսիսյան եղբայրները, Գարեգինը եւ Եզրասը ուզում են ոչ միայն մեր երկիրը, մեր ինքնիշխանությունը զոհաբերել, այլ մեր եկեղեցու անկախությունն են ուզում զոհաբերել եւ այն ուզում են դարձնել ռուս եկեղեցու կցորդը։ Այսպիսի դաժան մի պատմություն, եթե կարող են, թող որևէ մեկը իմ այս ասածներին հերքում տա, որ 18 թվականի փետրվարին որոշումը կայացված էր, եթե հերքելու փորձեր կանեն, նոր խայտարակ ծալքեր կբացեմ, ձեզ կխնդրեմ ձեր եթերաժամով միասին կանենք այդ ամենը։ Առայժմ այսքանը։ Շնորհակալություն Հայր Սուրբ, անպայման որ մենք պատրաստ կլանք, որովհետև մեր հիմնական առաքելությունը բացահայտում գադարելն է հոգուտ մեր ժողովրդի իրազեկվածության։ Յուրաքանչյուր մարդ, ոչ միայն հայ մարդ, յուրաքանչյուր մարդ
հատկապես ազատ աշխարհի մեջ իրավունք ունի իրազեկվելու եւ դա pedagogian ամենակարևոր նախադրյալներից մեկն է Հայրսուրբ ծեր բացահայտումով մենք իրազեկվեցանք այն փաստի մասին որ ըստ երևույթին Հայաստանյաց արաքելական եկեղեցին թիրախավորված է միութենական այսպես կոչված Ռուսաստանի միութենական արշավին Մեր եկեղեցին վտանգված է այո ճիշտ կնկատեք եւ սա 200 տարվա ռուսական իղձ է ինձ հայտնի վերջին դեպքը տեղի էր ունեցել Վազգեն առաջին լուսահոգի վեհապարի օրոք Սովետ միության ժամանակ կրոնի գործոց վարչություններ կար եւ Մոսկվայի վարչության նախագահը պատասխանատուն Վազգեն վեհապարին նամակ է գրում որ այլևս բավ է որ դուք անկախ լինեք առանձին լինեք ժամանակն է որ դուք գաք եւ հայ եկեղեցին միանա ռուս եկեղեցում սկզբում Վազգեն վեհապարը տագնապի է մատնվում թե ինչ պիտի անի բայց հետո խելացի հայրենասեր հայրապետը որոշում է որ պիտի ուղղակի այդ նամակը արհամարի եւ այդպես անդեսի բարեբախտաբար երկրորդ նամակ չի գալիս եւ այդպիսով Վազգեն վեհապարը թերթում է այդ ռուսական ամբիցիաների էջը բայց հիմա 18 թվականին երբ ռուսները տեսնում են որ թե Գաթողիկոսը եւ Մոսկվայի առաջնորդ եղբայրը լրտես են եւ Ղարաբաղյան կլանը կա որ երկրի ղեկավարներն են Սերժիկ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը թե աշխարհիկ թե հոգեվոր իշխանությունները տեսնում են որ իրենց լրտեսներն ու գործակալներն են մտածում են պատեհ առիթը գա եւ ուզում են օգտվել բայց տեղի է ունենում հեղափոխությունը բարեբախտաբար եւ այս ծրագիրը կյանքի չի կոչվում եւ հիմա նրանք անցել են պլան B-ին ինչպես ասացի Պետերբուրգում բացել են ճեմարան եւ ինչպես որ 20 թվականի պատերազմի ժամանակ Մոսկվայում ուսանած Ղարաբաղյան կլանի ենթակա գեներալները կատարում էին Մոսկվայի հրամանը սաբոտաժ անում եւ մեր զորքը պարտության տանում նույն ձևով նրանք ուզում են նաեւ կրթել այդպիսի իրենց ենթակա հլու հնազանդ հայ հոգեվորականներ եւ տարածել հայ եկեղեցու ողջ անդաստանից ներս ըստ երևույթին Հայրսուրբ Կարեկին B չգաթողիկոսը ինչպես որ բազմաթիվ հայրենագիստներ ի Հայաստան եւ Սփյուռս աշխարհի սկսած են անվանել զինքը մերժելով չընդունելով որպես իրական ամենան հայոց հայրաբեդ ըստ երևույթին այս անձնավորությունը ոչ միայն FSB KGB-ի կորձակալ եղած է ըստ երևույթին մեկ այլ աղբյուրներ գտնեն որ Գերմանիա իր գեցության ժամանակ իբրև թե հոգևոր ձախածածկույթի դակ բավականին անփարոյական իրավիճակների մեջ է հայտնված այդ մասին ինչ դերակատարություններ ունեք դժբախտաբար ձեր ասածը ճշմարտություն է նա մի շատ հարգարժան մտավորական հոգևորականի որ իր վերջը եղած է Վիեննա Ավստրիա եւ ուսանող եղած է առիթով նրան հանդիպած է arczepiskopos եղած ժամանակ մինչ կաթողիկոսական գահը զավթելը եւ խորհուրդ տված է այս հոգևորականին ասած է որ եթե դրամից նեղվես ես ջիգլո եղած եմ տարեց սերակախց վճարունակ կանանց սերական կարիքները բավարարած եմ եւ խորհուրդ է տված ասած է դունալ գնան նույնը հրե եւ դրամ վաստակիր այսպիսի եւ Գերմանիա համայնքում կան շատ մարդիկ որ այս պատմությանը ծանոթ են եւ սա ուղղակի ամենայն հայոց ամոթ է ոչ թե ամենայն հայոց կաթողիկոս եւ երբ 2005 թվականին նա փորձեց այցելել Գերմանիա հայ համայնք եւ այնտեղ կազմակերպված էր ցեղասպանության 90-ամյակի տարելիցի առիթով ձեռնարկություններ
գնալուց առաջ դիմեց, որպեսզի Գերմանիա չանցլերը այնադեն Անգելա Մերկելը իրեն ընդունի, բայց այս կինը երբ ծանոթանում է, թե ով է ուզում իր հետ հանդիպել, ինչպես հայտնի դարձավ գերմանացի հետաքննող լրագրողից, երբ տեղեկագրում չանցլերը կարդում է, որ սա KGB գործակալ եղած է եւ ամբարո կյանք վարած է Գերմանիա եղած ժամանակ եւ ոչ մի ուսման չէ հետեված եւ ձեռնաշղթաներով բոնում բռնել են նրան լրտեսության մեջ եւ 24 ժամվա մեջ արտաքսել Մոսկվա երբ չանցլերը Անգելա Մերկելը ծանոթանում է նրա անցյալին տվյալներին մերժում է եւ մեկ կողմ նետում սա մեր ազգի ամոթն է խայտարագությունն է ոչ միայն Գարեգինի նայում մեր եկեղեցու չլսված բան է որ կրոնապետը եկեղեցու պետը ամենայն հայոց կաթողիկոսը դիմի որևէ երկրի ղեկավարի նրա հետ հանդիպելու եւ ղեկավարը ուղղակի առանց քաղաքավարական եւ դիվանագիտական դիպլոմատիկ սեթեվեթանքների գարշանք է ապրում եւ մի կողմ նետում եւ արհամարական մի պատասխան գրում ասում է քեզ կդիմավորի իմ խորհրդականի քարտուղարը գտեսնեք արհամարանքի եւ ստորացումի աստիճանը եւ պարոն Չապարյան կուզեմ նշել որ Գերմանիա հայոց թեմը որ 100,000-ն ավելի ժողովուրդ ունենք միակ թեմն է որ այս Գարեգին ամենայն հայոց ամոթը 25 տարվա կաթողիկոսը լալով երբեք չէ այցելած որովհետեւ գվախնամ որ Գերմանիա իրավաբանները իր մուտ այդ դրցակները կրնան ջրի երես անել եւ գաղութում Գերմանիա հայության մեջ կան մարդիկ ովքեր ծանոթ են իր գործունեությանը եւ գիտեն ով եղած է նա Գերմանիայում իսկ հայրսուր կարելի է մի քիչ ծեր բացահայտություններու գարգինը ընդլայնեք եւ նաեւ մի քիչ ներկայացնեք այն փաստերը որոնք գաբունին ուղագի գաբունին Արցախյան վերջին իրադարձությունների հետ եւ որտեղ Քարեքին բն իր մեղսագից թավաճանական կորզունեություն առաջ տարած է այստեղ հետաքրքիր մի երևույթ կա որ կուզեմ ձեր սիրելի հերոստատիտողների ուշադրությունը հրավիրել երբ այս Գարեգինը եւ իր եղբայրը երիտասարդ տարիներում 20-նոց ադենները երբ որ հավաքագրված են KGB-ի KGB-ի կողմից այն ադեն Սովետ միության մեջ գրեթե օրինաչափ բան մներ իրենց նման տասնյակ հազարավորներ գործակալ եւ էջենտ էին Սովետ միության բոլոր հանրապետություններում բայց այն ադեն եւ այսօր տարբերությունը ինչ է պարոն Չապարյան Հայաստանը սովետական Հայաստանը Ռուսիայի Ռուսաստանի ծայրակավար էր եւ վասալ եւ իր գործը գներ լրտեսեր եւ այլն եւ Հայաստանի հանրապետություն գործանելու հրամաններ չեր ստանար եւ չի գար Հայաստանի անկախ հանրապետություն բայց այսօր աշխարհակաղակական վայրի վերումների հետևանքով երբ մեր դարաձաշրջանում Ռուսիայի, Ռուսաստանի համար Անկարայի եւ Բաքվի դերը չափազանց մեծացավ եւ Երևանի դերը նվազեց եւ այսօր վտանգավոր է Գարեգինի եւ իր եղբոր Եզրասի գոյությունը ամեն մեկ օր ավել մնալը գահի համար գահի վրա Հայաստանի համար ազգային անվտանգության խնդիրներ է ավելացնում եւ կորսանարար է դառնում մեր սուրբ առաքելական եկեղեցու համար ինչպես ասի սրանց նպատակը առաքելական եկեղեցին ռուս եկեղեցու գծորդ դարձնելն է եւ Գարեգինը վերջին տարիներին սկսավ քանի որ ինքը ուսադիր է կրում Ֆարաջայի տակ ենթագա է զինվորական մարդ է հրամաններ ստացավ ընդդեմ Հայաստանի քանի որ երբ Արցախը Ռուսիան հանձնեց Ադրբեջանին նրա համար միակ հենակետ
երազանք մնում է Սյունիքը, որբեսի Սյունիքը վերցնի եւ այնտեղից կարողանա վերահսկել Ադրբեջան, Թուրքիա եւ Իրանին, բայց երբ Սյունիքը վերցնում է, Հայաստան այլևս չի կարող գոյություն ունենալ։ Իսկ Արցախյան պատերազմի օրերին Գարեգինը ուղղակի մեղսագից հանցագից է Բաքվին եւ Մոսկվային։ Առաջին գործնական քայլը ընդդեմ հայության եւ Արցախի գործնական Արցախի մեջ 2019 թվականին ըրած է Գարեգին երկրորդ կտրիչ Ներսիսյանը, ինչպես շատ դիպուկ ասած է Վահրամ Աթանեսյանը, Արցախի Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, հարցում բարձրացուցած է, ասած է, որ ինչու Շուշին կարգալու ծրավ։ 2019 թվականին Գարեգինը առաջնորդարանը Շուշիից տեղափոխեց Ստեփանակերտ։ Սա պատերազմից 1 տարի առաջ նա գիտեր, որ 20 թվականին պատերազմ է լինելու եւ Շուշին անպայման պիտի տալ Ադրբեջանին, սա Բաքվի եւ Մոսկվայի պահանջն էր։ Եվ ահա նա հույս ունենալով, որ Ստեփանակերտը պիտի մնա, ջլատում է Շուշին եւ առաջնորդարանը պատերազմից 1 տարի առաջ չլսված բան է, Շուշիից տեղափոխում է, Շուշին կարգալուց է անում իր սիրած այդ գործողությունը, որ արել է հարյուրավոր ազնիվ հայր հոգևորականների հանդեպ։ Եվ երբ 2022-ին պատերազմից հետո իր ավերը գործում է, առաջնորդարանը տանում, Շուշին ջլատում է, 2022-ի նոյեմբերի 4-ին Ռուսաստանի նախագահից պարոն Չապարյան շքանշան է ստանում եւ ով պատահականություն այս շքանշանը ստանալեն 1 ամիս վերջը տեղի է ունենում Արցախի շրջափակումը, բլոկադան եւ ծպտուն չի հանում ոչ մի ձայն իր բանավոր հոտը կիսաանոթի Արցախի մեջ ձայն չի բարձրանում։ Ընդհակառակը 23 թվականի դեկտեմբեր ապրիլին բլոկադայից ամիսներ անց Արցախի ջրաջան առաջնորդ Վրթանես Սրբազանին պարտադրում է, որ լքի իր ժողովրդին Արցախի հոտը։ Սրբազանը դիմադրում է, ինչ որ ժողովի պատրվագով ասում է արի էջմիածին, Սրբազանն ասում է վերհապար, ինչպես թողեմ ժողովրդիս, խայտարակ վիճակ է, ժողովուրդը կիսաանոթի տարեցներ, մանուկներ, իմ օժանդակության, մխիթարության գարիք ունենք, խափում է, ստում է Սրբազանին, ասում է ես քեզ FSB-ի միջոցով կբերեմ Հայաստան, մի քանի օրից նորից ետ կուղարկեմ։ 23 թվականի ապրիլին առաջնորդ Սրբազան հորը FSB-ի միջոցով բերում է Հայաստան եւ երբեք հետ չի ուղարկում։ Սրբազանը բազում փորձեր է անում, խնդրում, բայց ոչ ոք նրան չի տանում։ Սրբազան առաջնորդին Հայաստան բերելուց հետո, ընդամենը 1 ամիս հետո, 23 թվականի մայիսին, փոխ առաջնորդ Սահակ Վարդապետին հեռաձայնում պարտադրում է, որ ինչ որ ժողովի պատրվագով գա Հայաստան։ Այս հայր սուրբը նույնպես Սրբազանի նման ասում է ժողովուրդը իմ կարիքն ունի, ինչպես թողնեմ գամ։ 2-3 օր պարտադրում նորից FSB-ի միջոցով բերում Հայաստան ու երբեք ետ չեն ուղարկում։ Եվ գիտեք այս հայր սուրբին, հայր Սահակին Արցախից կտրում է իր տարապյալ կիսաքաղ ժողովրդից, բերում եւ ուղարկում է Տաուշ։ Այդ օրերին աշխարհի բոլոր աբեղա վարդապետներին հավաքել էր, ուղարկել էր Տաուշ, որպեսզի այնտեղի իր հեղափոխական Գանդի Սրբազանը թունավորի բոլոր աբեղա վարդապետներին եւ ուղարկի իրանց թեմեր ընդդեմ Հայաստանի եւ ընդդեմ Փաշինյանի։ Բոլոր աբեղա վարդապետներին ուղարկել էր Տաուշ,
եւ պետական հեղաշրջման փորձեր էին անում։ Իսկ այս նվիրյալ հոգևորական Հայր Սահակին, Արցախի փոխարաշնորհին, ինչպես ասացի, բերում է Հայաստան եւ երբեք ետ չի ուղարկում FSB-ի միջոցով։ Գլխատում է ուղղակի Արցախի եկեղեցին, նա գիտեր, որ շուտով Արցախը պիտի պարտվի, պիտի դատարկվի, որոշումը կայացված էր, որոշումը իր ղեկավարներն էին կայացրել Մոսկվայում եւ ինքը ամեն ինչ արեց պարոն Չապարյան, որ այդ որոշումը հեշտությամբ իրականացվի։ Սրբազանին եւ փոխարաշնորհին Արցախից հանեց, որբեսի երբեք ժողովրդին չկազմակերպեն որևէ դիմադրություն, եթե անգամ պիտի դուրս գար այդ 100-110 հազար ժողովուրդը մեր արցախցի, սա առաջնորդին եւ փոխարաշնորհին հանեց, որբեսի քաոս տիրի, ցավ, արյուն, մարդիկ չհասկանան, ինչպես այդ պայթյունը տեղի ունեցավ այդ բենզալցակայանում, ամեն ինչ արել է, որ քաոս լինի, մարդկանց ցավը ավելի մեծանա, մարդկանց դառնությունը ավելի շատանա, միակ նպատակը Գարեգինի այն էր արցախցիներին կատաղացնել եւ բերել Հայաստան, որբեսի Բաքվի եւ Մոսկվայի համար հեղաշրջում կազմակերպեն։ Սա է իրականությունը։ Եթե կարող են թող իմ որևէ ասածին հերքում տան, պարոն Չապարյան։ Ես այդ մասին որոշ չափով դեղյակ էի, բայց հիմա ավելի իրազեկվեցա։ Հիմա արդեն փաստերը քոլքովի տնելով Հայր Սուրբ կտեսնենք, որ բազմիցս Արցախյան փեմագանացված բարդությունները այնպես սինխրոնացված են, որբեսի այդ արհեստական բարդությունները եւ հայաթափումը, որ գայացավ սեպտեմբեր 19 2023-ին օգտագործեն Փաշինյանի կառավարությունը դաբալելու համար եւ իշխանափոխություն իրականացնելու համար։ Հիմա ծեր իրազեկումով եւ բացահայտումով նաեւ փաստը եւս եկավ միանալու այն իրողության, որ Փակրատ չարաշնորհ սրբազան կգոչեն, բայց լրբազան գսեն շատ մարդիկ, որ իր հայտնի չագերդյալ չարակուշակ քայլարշավ որ սկսավ ըստ երևույթին այդ ափեղաների համախմբումի արդիվ էր կամ համախմբում են անմիջապես ետքը։ Համախմբում են անմիջապես ետքը տեղի ունեցավ, աբեղա վարդապետներին մի մասին իրենց քով վահած էին, որ մասնագիծ լինեն, մի մասին ալ ղրգած էին իրենց թեմեր, որ գնան հանձնարարել էին, որ գնան մարդոց իրենց թեմերում թունավորեն։ Ուրեմն ըստ արժանավատ աղբյուրներու Կարեկին Բի եւ իր մեղսագից արյունագից եղբորը Եզրասի Ռստաստրուգյան այսպես հայաստանյաց արաքելական եկեղեցու մեջ գոյություն ունեցող մաֆիայի կորձակալները նաեւ գոյություն ունին արտերգրի մեջ թեմական առաջնորդի կարգավիճակով եւ որոնց հերթին մեկն է օրինակ համար Արեմդյան Միացյալ Նահանգներու հայաստանյաց արաքելական եկեղեցու թեմի Հովնան Դերդերյանը, Կանադայի թեմական առաջնորդը, Ֆրանսիայինը, Բուլղարիայինը, որ վերջերս հայտնվեցավ շատ մեծ սկանդալի մեջ, որ ուժեղ հարված դվավ հայաստանյաց արաքելական եկեղեցու կորզունեության Բուլղարիո մեջ։ Շնորհակալ ենք Հայր Սուրբ եւ հույսով որ այս զրույցը կշարունակենք եւ բացահայտումներու շարքը կներկայացնենք մեր հերոստատիտողներուն։